Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի վաստակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 3-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, մնաց 3 օր քառորդ շաբթի, այսօր ամսի 4-ին և 5-ին հունիսի, հետո ավարտվում է քառորդ շաբթը և ամսի հունիսի 7-ին կլինի ընտրության օրը։ Քիչ մնաց, պայքարը թեժանում է, պայքարը գնում է, այսօր ես մի քանի թեմաներին ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը խոսեց Գարեգին II-ը։ Ինչքան ես հասկացա Գարեգին II-ը, ինքը չէր միջամտում, նու գոնե հրապարակային այս պրոցեսների մեջ, հիմա ինքը պատասխանեց հարցերին մի քանի ԶԼՄ-ների խմբագիրներին, ինքը հանդիպեց իրանց հետ, իրանք տվեցին հարցեր, ինքը պատասխանեց, չգիտեմ Նիկոլ Փաշինյանը արձագանքի թե ոչ, բայց մի փոքր զարմանալի էր, քանի որ մեր հասարակությունը կարծես թե մի քիչ մոռացավ այս ծանր հակամարտությունը, որը գնում էր Նիկոլ Փաշինյանի և Գարեգին II-ի միջև։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հատուկ հայտարարություններ արեցին, Մարկո Ռուբիոն, Մարտա Կոսը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, որ իրանք շատ մտահոգված են, որ Ռուսաստանը այդքան ակնհայտ ճնշում է գործադրում գործող Հայաստանի կառավարության վրա։ Դրա մասին էլ կխոսենք։ Դուք գիտեք, Նիկոլ Փաշինյանը ունեցել է հեռախոսազրույց նախագահ Էրդողանի հետ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Մենք տեսնում ենք մեծ պրոցեսներ են գնում, կապված նաև մեր ընտրարշավի հետ, ընտրությունների հետ։ Ռուսաստանի պաշտոնյաները հերթական փաթեթ հայտարարությունների արեցին, ես պետք է ասեմ, որ սանկցիոն քաղաքականությունը ուժեղանում է, նոր և նոր ապրանքների վրա, սննդամթերքի վրա մտցվում են սանկցիաներ Ռուսաստանի կողմից, փակվում է Ռուսաստանի շուկան մեր ապրանքների առջև, բայց կարևորագույն այսօրվա մեր մասը զրույցի կլինի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հայտարարությունների հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը այս վերջի հանդիպումների ժամանակ երեկվա իրենք մի քանի հարցերին, որոնք բարձրացնում են այն ընդդիմադիր ուժերը ու բավական ուժեղ քննադատում են դրա պատճառով գործող իշխանություններին, իրենք փորձեցին պատասխանել մի շարք հարցերին ու պատասխանների մեջ կարևորագույն բաներ կան, անպայման այսօր կխոսենք։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը, ես խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ մեր աշխատանքը անչափ կարևոր է հայության համար, սփյուռքայության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ուրեմն, Գարեգին II-ը ինքը պատասխանեց մի քանի հարցերին մեր ԶԼՄ-ների, մի քանի ԶԼՄ-ների խմբագիրների հարցերին պատասխանեց։ Օրինակ կար հարց, եթե գործող իշխանությունները հայտարարեն ինչ-որ ժամանակ հետո, որ մենք ունենք նոր կատողիկոս։ Գարեգին II-ը պատասխանեց, որ դա կլինի ինքնակոչ։ Կատողիկոս դա անհնար է, բայց կլինի ինքնակոչ։ Մյուս հարցը կապված էր դիրքորոշման հետ, հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը այս ընտրարշավի հետ կապված, ստեղ Գարեգին II-ը պատասխանեց, որ եկեղեցին չի միջամտում աշխարհիկ կյանք, քաղաքական պրոցեսների մեջ։ Մյուսը կար հարց հրաժարականի, Գարեգին II-ի հրաժարականի հետ կապված, Գարեգին II-ը ասեց, որ այդպես էլ հեշտ չի ստիպել հրաժարակավոր
կատողիկոսը հրաժարական տա։ Ասեց ժամանակը ցույց տվեց, որ հեշտ չի ստիպել կատողիկոսին, որ ինքը հրաժարական տա։ Բացի դրանից Գարեգին II ասեց, որ թույլ չի տա, որ ներքին կանոնադրության խաղի կանոնների ներքին կյանքի մեջ եկեղեցու որ միջամտությունը լինի։ Ես այլ հարցերին նաև կային պատասխաններ, բայց ես ուշագրավ պատասխանների մասին ասեցի։ Հիմա կնայենք Նիկոլ Փաշինյանը կարձագանքի Գարեգին II-ի այս ելույթին, այս հարց ու պատասխաններին խմբագիրների հետ կապված։ Մարտակոսը դուք գիտեք շատ բարձր պաշտոնյա, Եվրոմիությունում ընդլայնման կոմիսար է, Եվրոմիության ինքը ասեց, որ մենք կաջակցենք Հայաստանին, քանի որ մենք տեսնում ենք աճող ազդեցությունը, ճնշումը Ռուսաստանի տնտեսական ոլորտում, աճող ճնշումը ուղղված Հայաստանի կառավարության դեմ, Հայաստանի դեմ։ Ու ինքը ունեցավ հեռախոսազրույց Արարատ Միրզոյանի հետ, մեր արտգործ նախարարի հետ, ու քննարկեց հնարավոր օգնությունը Հայաստանին։ Իրոք Ռուսաստանը օրեցօր ուժեղանում է սանկցիոն քաղաքականությունը, ճնշումը առևտրի ոլորտում, տնտեսական ոլորտներում, գազի ոլորտում ակնհայտ է։ Պարզե Եվրոմիությունը դա նկատում է ու կփորձի էլի մեզ աջակցել։ Մարկո Ռուբիոն հայտարարությունով երեք հանդես եկավ, ինքը ասեց, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը ուզում է, որ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվի։ Քանի որ Ռուսաստանը ճնշում է, սանկցիաներ է կիրառում, շատ ցավոտ է ընկալում, որ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի հետ իրականացնում է TRIP ծրագիրը, ինքը Մարկո Ռուբիոն ասում է, որ շատ ցավոտ է դա ընդունում Ռուսաստանը եւ ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի։ Անչափ կարևոր է դա։ Մարկո Ռուբիոն ցույց տվեց, որ ինքն էլ, Միացյալ Նահանգներն էլ շատ ուշադիր հետևում են այն զարգացումների, որոնք գնում են Հայաստանում, այս ընտրարշավի ֆոնի վրա, քարոզարշավի ֆոնի վրա, Ռուսաստանի կողմից հայտարարություններ, ճնշում եւ այլ փագել մեր ապրանքների արչեւ Ռուսաստանի շուկան եւ այլ ու իրանք էլ մտահոգված են։ Ու Մարկո Ռուբիոն ասում է, պարզ է, Ռուսաստանը չի ուզում, որ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ուզում է, որ պարտվի Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանը դեմ է, որ Միացյալ Նահանգները մտնում են տարածաշրջան, ծրագրեր իրականացնելու, ու ինքը ասեց, մենք նպատակ չունենք ինչ որ մեկին հանել Հարավային Կովկասից, ինչ որ մեկին վատություն անել։ Փաշինյանը նաև ունեցավ հեռախոսազրույց պարոն նախագահ Թուրքիայի պարոն Էրդողանի հետ։ Ու պարոն Էրդողանը հատուկ ուշադրություն դարձրեց դրա վրա, որ Հայաստանի հետ հիմա սկսում են իրենք ուղղակիորեն երկկողմ առևտուր անել։ Դա շատ ու շատ ճանապարհներ բացում է, ոչ թե միջնորդավորված կլինի առևտուրը Թուրքիայի հետ, այլ ուղղակիորեն։ Դա եւ երկաթգծային հնարավորությունները բացում է թուրք, վրացա, հայկական եւ պարզե դա շատ դրական է։ Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունը, մեր դեմ խոսում են պաշտոնյաները, խոսում են պատգամավորները, խոսում են Պուտինը, այլ մարդիկ, Կոնստանտին Զատուլինը ինքը տվեց ինտերվյու ու ասեց, որ Միացյալ Նահանգները ուզում են Սյունիքում ծրագրեր իրականացնել մի նպատակով շրջապատելու Իրանը։ Այրանք մտնում են Սյունիք, փակելու ճանապարհը Իրանի համար եւ Հայաստանին տրվում է ֆունկցիա կոպիտ ասած վատություն անել Իրանին։ Նո, ես անկեղծ ձեզ ասեմ, դա հիվանդ երևակայության արդյունք է պարոն Զատուլինի։ Այո, Միացյալ Նահանգները ունեն շահեր մեզ հետ Սյունիքում ու համատեղ աշխատում են Սյունիքում մեզ հետ
դա շատ նորմալ է, մեր շայրից էլ է բխում, որ Սյունիքում լինեն ամերիկացիք, որ Ռուսաստանը չգա, չի օտարի Սյունիքը Ղարաբաղի պետք չտա այլ երկրին, բայց ինչ հիվանդ մոտեցումներ պետք է ունենաս, что հատուկ ամերիկացի կեկան Իրանն էլ ստեղ նեղացնելու համար։ Պարզ է, մեր շայրը համընկնում են, բացի դրանից Հայաստանը բացառվում է, որ անի քայլ այս ծրագրերի շրջանակներում, որոնք կլինեն մեր հարևանների դեմ ուղված, նաև այդում Իրանի, բայց այս ձևի խոսակցություններ Ռուսաստանում վարում տանում են։ Վալոդինը Պետդումայի, դու գիտեք, Վալոդինը Պետդումայի նախագահն է, Պետդումայի նախագահն էլ ելույթ ունեցավ, նորից ասեց, որ Եվրոպան ոչ մի ապրանք Հայաստանի չի վերցնի, խաբում են իշխանությունները Հայաստանի, Եվրոպան իրան շուկաները չի բացի։ Մարիա Զախարովան այսօր սկսեց խոսել ու ասեց Հայաստանը ակետից ոչ թե B կետ է գնում, այլ Հայաստանը ակետից գնում է G կետ։ Այդ ինչ ակնարկ է, ճիշտն է ձեզ ասեմ, չեմ հասկանում։ Անընդհատ Ռուսաստանը երեք էլի սանկցիոն քաղաքականությունը ուժեղացրեց, մեր մրգերի դեմ ուղված, մեր ճիրերի դեմ ուղված։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում, մեքենաները վերին վարսից մեր ապրանքներով հետ են վերադառնում, բարձա մեծ կորուստներ ունենում են մեր ձեռներեցները, ափսոս, ես հույսով եմ, որ կառավարությունը ինչ-որ քայլեր կանի, բայց ինչ եմ ուզում ասել, այդ թշնամական քաղաքականությունը շարունակվում է։ Ու ինչն է շատ կարևոր, ինչի մասին այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել։ Ուզում եմ խոսել այն պատասխանների, որոնք տվեցին Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը երեք հանդիպումների ժամանակ մեր ընտրողների հետ։ Քանի որ բարձ է իշխանությունները հասկանում են, որ մեծ արշավ է գնում իշխանության դեմ, դրսից Ռուսաստանից, ներսում պրո-ռուսական ուժեր, ռուսամետ ուժեր, ու մի շարք հարցերին պատասխաններ իրանք տվեցին, ես համարում եմ դա անչափ կարևոր։ Քանի որ գիտեք, երբ որ մի քանի ուժ զուգահեռ անցկացնում են միտինգներ, անցկացնում են հանդիպումներ, հանրահավաքներ, բավական ակտիվ գործունեություն են տավալում ու անընդհատ նեգատիվ ինֆորմացիա գնում է, իշխանությունը պարտավոր է այդ գլխավոր հարցերին գոնե այս վերջի 3 օրը պատասխանել։ Իշխանությունն էլ ակտիվ տանում է քարոզարշավ, դա պետք է ճիշտ ասենք, բայց կան գլխավոր հարցեր, որոնք ուրվագծվեցին ու ստեղ է, որ անպայման պետք է մեր իշխանությունները պատասխան տային ու տվեցին։ Երեք Նիկոլ Փաշինյանը օրինակ ասեց, որ ինքը հերախոսազրույցը երբ որ ունեցե Պուտինի հետ, իրանք փորձել են կոնստրուկտիվ, կոռեկտ խոսալ, բայց շատ կարևոր բան Նիկոլ Փաշինյանը ասեց, ինչ է ես ասում եմ վերջի 3 օրը, ու շատ զարմացած էի, որ իշխանությունը դա չի օգտագործում, բարեբախտաբար իշխանությունը ասեցին։ Ուրեմն մի հատ էլ կրկնեմ, անչափ կարևոր է դա։ Այ երբ որ ասում են, որ Ռուսաստանը $177 տալիս է 1000 խորանավտ մետր Հայաստանին, շատ ցածր գնով, դա մանիպուլյացիա է, դա սուտ է։ Այդ $177 1000 խորանավտ մետր գազ մենք ստանում ենք սահմանում հայ վրացական։ Բայց հետո Գազպրոմ Արմենիան, որը 100%-ով Գազպրոմ է, Գազպրոմ Արմենիան մեր վրա ծախում է մոտավորապես $400։ Հեշտ է ստուգել, նայեք ինչ փող եք դուք մուծում ու բազմապատկի կտեսնեք այդ թվերը։ Ու Նիկոլ Փաշինյանը հազիվ ասեց, դա ողջունում եմ, բայց հասկանում եք, երբ որ անընդհատ ասում են, որ ցածր գնով տալիս են, ու դա լսում է ամբողջ աշխարհը, շատ ու շատ մարդիկ մեր կողմնակիցներ ասում են, բայց իրոք այդ վտանգավոր է, չէ, շատ էժան գներով, միգուցե ճիշտ չի գնալ այդպես կտրուկ դեպի Եվրոմիություն։ Ոչ, Ռուսաստանը մեզ տալիս է $400 1000 խորանավտ մետր գազ։ Ու Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց։ Նիկոլ Փաշինյանը նաև շատ կարևոր հարց շոշափեց, դուք հիշում եք 2020 թվականի պատերազմից հետո, անմիջապես հետո, պատերազմից առաջ
մեկ բավական մեծ գումարներ Ռուսաստանին տվեցին, Ռուսաստանը դրա փոխարեն զենք զինամթերք մեզ չտվեց։ Ու պատերազմից անմիջապես հետո Հայաստանը բարձրացրեց այդ հարցը, ինչի չեք տալիս։ Ու Նիկոլ Փաշինյանը հիմա երեք հստակ ասեց, որ $100 միլիոն մենք տվեցինք մի խաղացողին, մի պետության, պարզ է Ռուսաստանի մասին է խոսքը, որը չկատարեց պարտավորությունները, զենք, զինամթերք չտվեց այն պահին, երբ որ մեզ շատ էր պետք պաշտպանելու մեր սահմանները։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը, 2022 թվի մեծ արշավ մեր պետության դեմ ու պարզ է մեր զենք զինամթերք պետք էր Ռուսաստանը ստանալով փող մի քանի ժամանակ առաջ այդ 100 միլիոնի դիմաց զենք այդպես էլ չուղարկեց։ Ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք սկսեցինք վաղուց դիվերսիֆիկացնել մեր ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հիմա զենք զինամթերք մենք ստանում ենք 7 երկրներից։ Ու Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմեց մեր ռազմաարդյունաբերական համալիրի մասին, ասեց, որ այդ համալիրը աշխատում է, մեծ գումարներ ներդրում են, որ մեր համալիրն էլ աշխատի ռազմաարդյունաբերական, բայց միտքս ինչու՞մ է կայանում։ Այս բաները պետք է ասվի իշխանությունների կողմից։ Մարդիկ չեն կարող նստած, ասենք, ենթադրություններ առել։ Օրինակ, Արարատ Միրզոյանը շատ լավ պատասխանեց, երբ որ իրան հարց տվեցին Արարատ Միրզոյանին, այ դուք փչացնում եք հարաբերությունները Ռուսաստանի հետ ու ընդդիմադիրները ամեն օր դրա մասին խոսում են ռուսամետ, որ Ռուսաստանի հետ փչացնում են այս իշխանությունները։ Արարատ Միրզոյանը ասեց, մեր ժամանակ չէր, որ $5 միլիարդ զենք Ռուսաստանը տվեց Ադրբեջանին։ Այդ մեկ իշխանություն չէինք։ Ուրեմն Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վաղուց է փոխվել, բացասական իմաստով, փոխվել է իդեմս մեզ։ Նույն ես համաձայն եմ, վերին լարսը փակվում էր բարբերաբար, այդ էլ մեծ գաղտնիք չի։ Ուրիշ բան է։ Հիմա վերին լարսի դեպքում այս ընտրարշավը օգտագործելով ցավոտ process-ները, որ պայքար քաղաքական գնում է Ռուսաստանը ավելի լայնա ծավալ մեծ օգտագործում են սանկցիոն քաղաքականություն, մեծ թվով ապրանքներ փակվում, շուկան իրենց արժև փակվում է, այո, մասշտաբը մեծ է այդ սանկցիաների, բայց սանկցիաները փակելը վերին լարսը մեր ապրանքների արժև միշտ էլ եղել է նաև նախկինների ժամանակ։ Այդ հասարակ, պարզ բացատրությունները իշխանությունները պարտավոր են տալ։ Ու հիշում եք նախկինների ժամանակ մենք փորձագետներս Հայաստանի բարձրացնում ենք աղմուկ, աղազանգում ենք $5 միլիարդ Ռուսաստանը տվեց զենք զինամթերք Ադրբեջանին, այն հիշում եք 10 թե 15 տարի առաջ նախկին իշխանությունների ժամանակ։ Մեզ ասում են դե բիզնեսի հարցը։ Տեսանք այդ բիզնեսի հարցը 2020 թվին։ Նաև ինչ է ասում Արարատ Միրզոյանը։ Ինքը ասում է, որ Ռուսաստանի պատգամավորները, Ռուսաստանի ԶԼՄ-ները, Ռուսաստանի փորձագետները իրոք տանում են մեծ արշավ, մեծ հիբրիդային պատերազմ մեր Հայաստանի դեմ, սուվերենության դեմ։ Բայց ինքը ասում է ընտրություններից հետո մենք ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, նորմալ լինեն։ Արարատ Միրզոյանը նաև անդրադարձավ հապկի հարցին։ Ես մի քանի անգամ բարձրացրեցի հապկի հարցը, ասելով, որ իմ կարծիքով հապկի հարցով կարելի է լուծում տալ վերջնական հապկի հարցը, որ այս ընտրությունների ժամանակ պրոբլեմ չունենան իշխանությունները։ Ու Արարատ Միրզոյանը ասեց, որ այն, որ մենք սառեցրեցինք հապկում մեր մասնակցությունը, կարող է բերել նրան, որ մենք դուրս կգանք այս կազմակերպությունից։ Նույնը Եվրամիություն գնալու ճանապարհով, այո, կարող է ի վերջո դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Շատ կարևոր մտքեր հստակեցում այսօրվա կառավարության դիրքորոշմանը, որ կողմնակիցները, այն մարդիկ, որ ովքեր
դեռ որոշում չեն ընդունել ում են տալու ձայն, այս ձևի մարդիկ շատ մեծ տոկոս են կազմում, որ կողմ որոշվեն։ Օրինակ, շատ ճիշտ ասեց Արարատ Միրզոյանը, մենք ինքներս կորոշենք, մեզ պետք է հանրաքվե անցկացնել Եվրոմիության ճանապարհով գնալուց, թե ուղղակի կառավարության որոշում կլինի եւ վերջ։ Ու թող ոչ ոք մեզ չհուշի մենք ինչ պետք է անենք։ Այդ պատասխանն էր այդ 4 նախագահների հայտարարությանը, որ Հայաստանը ճիշտ կլինի, լավ կլինի, եթե հանրաքվե անցկացնի դեպի Եվրոմիություն գնալու։ Նաեւ շատ կարևոր միտք ասեց Արարատ Միրզոյանը, երբ որ ինքը ասեց, որ մենք ուզում ենք բոլոր հարևանների հետ աշխատել, բոլոր 4-ի հետ։ Ու մենք կառուցելով լավ բարիդրացիական հարաբերություններ, դրանով կապահովենք մեր անվտանգությունը, խաղաղությունը տարածաշրջանում։ Ու մենք չենք ուզում բերել ստեղ Ռուսաստան, ինչի համար, որ անընդհատ Ռուսաստանը մեր հարևաններին ճնշի։ Մենք չենք ուզում բերել Ռուսաստան տարածաշրջան, որ թշնամական վերաբերմունք լինի մեր հարևանների նկատմամբ։ Այդ անչափ կարևոր մեսիջ էր։ Նաև Արարատ Միրզոյանը անդրադարձավ շատ կարևոր թեմային, քանի որ շատ են օգտագործում ռուսամետ ուժերը, որ 300,000 ադրբեջանցի պետք է տեղափոխվեն Հայաստան։ Ու ինքը ասեց, որ ադրբեջանցի փախստականներ չկային։ Դուք հիշում եք, ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի 1990 թվին մինչև 1995 թիվ, այն պարլամենտը մեջ լավագույն պարլամենտներից էր, ինտելեկտուալ, ուժեղ, ու ես հիշում եմ, մենք զբաղվում էինք, նաև ես այն հանձնաժողովի անդամ էի, որը զբաղվում էր փախստականների հարցերով։ Ուրեն մակում ֆիքսված են փախստականներ հայեր Բաքվից, Կիրովաբադից, հիմա Գյանջայը, Շամխորից, այլ տեղերից ֆիքսված է մոտավորապես 400,000 հայ փախստական, բայց մակում ֆիքսված չի, որ ադրբեջանցիք կային փախստական Հայաստանից։ Այո, դուրս եկան, ինչքան էին 80,000, 100,000 մարդիկ դուրս եկան, քանի որ լարված էր վիճակը, բայց ոչ ոք իրենց տներից չի քշե։ Շատերը փոխանակեցին իրենց բնակարանները, նույնիսկ գյուղերից գնացին Գյանջա, փոխանակեցին տներ Բաքվի կենտրոնում, քանի որ հայերը շատ հարուստ էին ապրում եւ Բաքվում, եւ Գյանջայում, եւ Շամխորում, ու իրենք գնում էին լավ տները։ Ուրեմն ինչ պահանջ կա Հայաստանի առջև։ Ու դեռ կարևոր է, որ ես չեմ ասում, Արարատ Միրզոյանը դա ասեց, ողջունում եմ։ Ինքը ասեց, փախստական ադրբեջանցի չկա այդպես բան Հայաստանից, ուրեմն ոչ մի հիմք չկա, որ իրանք վերադառնան։ Եվ մի միտք ինքը ասեց, բայց մենք չենք ուզում բարձրացնել այդ հարցերը, չենք ուզում Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, քանի որ նույն պահին ադրբեջանցիք այդ թեման բարձրացնում են։ Համաձայն լինելով այդ քաղաքականության հետ, չդերթել, չլարվածություն չմտցնել այդ հարցերի ու հարաբերությունների Ադրբեջանի հետ, Ադրբեջանը շատ ցավոտ է ընկալում Ղարաբաղի հարցը, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ սիմետրիկ չի իրավիճակը, սիմետրիկ չի։ Ղարաբաղի հայերը ունեին ինքնավարություն Ադրբեջանի տարածքում, սովետական Ադրբեջանի տարածքում։ Բացի դրանից, Բաքվի հայերը, Կիրովաբադի հայերը, Շամխորի հայերը, իրանց փախստական լինելը նորից սիմետրիկ չի այն ադրբեջանցիների, որոնք դուրս եկան Հայաստանից։ Բայց ողջունում եմ Արարատ Միրզոյանի, որ ինքը ասեց, այո, մեզ համար դա խնդիր է, արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը դա պրոբլեմ է, դա սպառնալիք է Հայաստանի անկախության համար, սուվերենության համար։ Այս մեսիջները պետք է ուղարկել, որ մարդիկ հանգիստ լինեն, որ այդ խնդիրը չկա։ Ու ինչքան ես հասկացա, իշխանությունները երեք փորձեցին մի շարք հարցերի պատասխանները տալ, որ չշարքվեն այդ հարցերը, չշարունակի շարքել ռուսամետ ուժերը։ Ես պետք է խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել,
քանի որ անչափ կարևոր է մեր աշխատանքը, դա աշխատացնում է մեր YouTube-յան ալիքը։ Մինչ նոր հանդիպումներ։